Բարի լույս սիրելիներս։ Մտածում եմ մի մեծ գետ, որ հազարամյակներ իր հունը ունի, իր ճանապարհը ունի, իր ջուրն ունի, իր ջրային աշխարհն ունի, որքան էլ այդ գետի մեջ այլ տեսակ բաներ հայտնվեն, կամ չորացած ծառեր, կամ ջրի մուրներ, եւ կամ գետի եզերքին ծառեր հայտնվեն, որոնք կարող է խանգարեն այդ գետի հունը, եւ որքան էլ մենք մտածենք, որ վայ ուր որ է այս գետը հիմա այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին որ էր, բայց իմ անձնական մոտեցումը այլ է։ Ես մտածում եմ, որ գետը իր անաղարտությամբ, իր զուլալությամբ եւ իր մշտական ճանապարհով երբեք ու երբեք չի ենթարկվի նման փոքր ազդեցությունների եւ միշտ կունենա իր ընթացքը։ Սիրելի հավատացյալներ, երբեք չմտածեք, որ հայ եկեղեցին դա անձերի կողմից ստեղծված կառույց է, որ հնարավոր է փակել, դադարեցնել նրա գոյություն։ Դա աստվածադիր է։ Հունը 2000 տարի է գնում է։ Ագունքը հավիտենության մեջ է։ Այո, կհայտնվեն երևույթներ, որոնք այդ գետի ջուրը երբեմն պղտոր ցույց կտան, երբեմն կհայտնվեն երևույթներ, որոնց կթվա, թե իրենք կկարողանան այդ գետը այլևս վերացնել, բայց հնարավոր չէ, որովհետև գետի Տերը Աստված է, եկեղեցու Տերն Աստված է, եկեղեցու գլուխ Քրիստոս է։ Եվ այս իմաստով, սիրելիներս, մտածումս է այս ճանապարհին, որ պիտի գոհություն հայտնենք Աստծուն, փառք տանք ամեն բանի համար եւ վստահենք Տիրոջը։ Բարի լույս եւ բարի օր ձեզ բոլորիդ։